Արաբական Միացյալ Էմիրություններից Հայաստան նախատեսված մի քանի չվերթներ չեղարկվել են, մասնավորապես Դուբայ-Երևան չվերթը հետաձգվել է Դուբայի օդանավակայանի մոտակայքում ԱԹՍ-ի ընկնելուց հետո։ Emirates և Fly Dubai ավիաընկերությունների չվերթները նախատեսված էին Երևանի ժամանակով 11:25-ին։ Այժմ Զվարթնոց օդանավակայանի առցանց չվացուցակում հաշվարկային ժամ է նշված 22:00-ն։ Բացի այդ չեղարկվել է Աբու Դաբի-Երևան չվերթը, չի կայանալու նաև Շարժա-Երևանը։ Այսօր Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինության Վայոց ձորի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Աբրահամ arczepiskopos Մկրտչյանը ազատ է կացուցվել թեմական առաջնորդի պաշտոնից եւ կոչվել հանգստյան իր գրավոր եւ բանավոր դիմումների հիման վրա։ Հիշեցնենք, ի դեպ, Աբրահամ Սրբազանը միացել էր վարչապետի եկեղեցու բարենորոգման շարժմանը։ Միաժամանակ Մակար arczepiskopos Հակոբյանը նշանակվել է Վայոց ձորի թեմի առաջնորդական տեղապահ, համատեղությամբ կատարելով առաջնորդի պարտականությունները։ Հայ անտառպոակի Իջևան անտառտնտեսության անտառապետը եւ անտառապահը խմբով կաշառք են ստացել ապօրինի ծառահատումները չարձագանքելու դիմաց 2023 թվականի հոկտեմբերին անտառապետը երկու քաղաքացիներից պահանջել է 105,000 դրամ, որի մի մասը պետք է փոխանցվեր անտառապահին։ Անտառապետը մեղադրվում է նաեւ իր լիազորությունները չարաշահելու եւ ապօրինի ծառահատումները թաքցնելու համար։ Գործը ուղարկվել է դատախազություն։ Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Բաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց հատվածում սելավատարերի խցանման պատճառով անձրևաջուրը կուտակվել է եւ ճանապարհը վերածել է արհեստական լճակի։ Դրա հետևանքով բազմաթիվ վարորդներ կորցրել են ավտոմեքենաների համարանիչները։ Տեղում պարեկները քաղաքացիների հետ դուրս են բերել ավելի քան 30 մեքենա եւ հայտնաբերել 20-ից ավելի համարանիշ։ Այսօրվա տվյալներով սուշնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության միջին ակտիվություն կա։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ընդհանուր դեպքերի թիվը գրեթե 82.6%-ը կազմում են 0-ից 18 տարեկանները։ Առավել բարձր ցուցանիշը շարունակում է արձանագրվել 0-ից 14 տարեկանների շրջանում։ Հայաստանում շարունակվում է շրջանառվել ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսը, ռինովիրուսը եւ ադենովիրուսի հարուցիչները։ Մի քանի հասարակական կազմակերպություններ այսօր հիշատակի արարողություն են կազմակերպել Նեմեսիս գործողությանը նվիրված հուշարձանի մոտ, ընդգծելով, որ հայորդիները վերականգնել են հայության բարոյական կերպարը եւ հայոց ցեղասպանությունը համամարտկային ոճրագործությունը։ Ազգային արժանապատվության ասպետներին հուշակոթողը բացվել է 2023 թվականի ապրիլին Երևանի Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում։ Արագածոտնի մարզի Եղի-Պատրուժ գյուղում քաղաքացին բարձրացել է սարը եւ հայտնվել ձնահյուսի տակ կապի դուրս չգալով։ Դեպքի վայր են մեկնել ներքին գործերի նախարարության փրկարարծառայության մարզային հրշեջ փրկարարական ջոկատը եւ փրկարարական ուժերի հատուկ նշանակության խումբը։ Որոնողական աշխատանքների արդյունքում նրանք դուրս են բերել ձնահյուսի տակ մնացած քաղաքացու դին։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։